Այսօր թվային վերլուծության միջոցով անդրադառնալու եմ աշխարհահռչակ մոդել Բելլա Հադիդին, ով այսօր առավոտյան տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան հարթակում, սթորի բաժնում եւ նշել, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Եվ ուզում եմ թվային հոգեբանության եւ ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծության միջոցով հստակ բացատրել, թե ինչ է տեղի ունենում, երբ մարդը դրականորեն չի անցնում իր ծրագրերը։ Հիմա ձեզ համար պատկերել եմ Բելլա Հադիդի ծննդյան օր ամիս տարեթվի հնգաթև աստղը, համաձայն որի մարդը ունի անցնելու 5 հիմնական ծրագրեր, այն է ծննդյան օրվա կամ անհատականության, ծննդյան ամսվա կամ տոհմի ծրագրեր, ապա նաև գումարի ծրագիր, հարաբերությունների եւ առողջության։ Նշեմ, որ այս պահին նա 29 տարեկան է եւ սա նշանակում է, որ 29 տարեկանում նա գտնվում է իր երկրորդ ծրագրում, այն է տոհմում ունեցած փոխհարաբերություններ, տոհմի ծրագրեր, փոխհարաբերություններ ծնողների հետ, քույր եղբայրների հետ, եւ այս ծրագիրը խիստ ակտիվ է լինելու մինչեւ 33-35 տարեկան հասակը, ու եթե այս մարդը դրականորեն չի անցնում այս ծրագիրը, էլ ավելի մեծ խնդիրների է բախվելու 33-ից հետո արդեն գումարի, հարաբերությունների եւ առողջության ծրագրում։ Ես ինչպես միշտ նշել եմ, առողջության ծրագիրը գլուխ է բարձրացնում այն ժամանակ, երբ մենք բոլորովին հեռանում ենք մեր ծրագրերից։ Հիմա եկեք ամբողջական վերլուծության ենթարկեմ եւ դուք էլ հասկացեք, թե դուք ինչպիսի ծրագրեր ունեք կյանքում անցնելու եւ արդյոք արժե հենց այս պահին ուշադրություն դարձնել եւ սկսել անցնել ձեր ծննդյան թվերը, որպեսզի չունենաք այն պատկերը, ինչ արձանագրվել է այս անձնավորության մոտ։ Եվ այսպես, Բելլան ծնվել է հոկտեմբերի 9-ին, ինչը նշանակում է, որ այս մարդը ունի ինքնաքննադատական մոտեցում, այսինքն ինքնակոչի համախտանիշով է տառապում, եւ եթե դուք համացանցի բաց աղբյուրները ուսումնասիրեք, կտեսնեք, որ նա շատ է իր հարցազրույցներում նշել, որ անընդհատ քննադատում է իր անձը, թերագնահատում է իրեն եւ գերագնահատում է մյուսների կարողությունների։ Այն դեպքում, երբ նա բազմամիլիոնանոց հետևորդներ ունի ինստագրամյան եւ մյուս հարթակներում։ Պետք է նշեմ, որ Բելլան մինչեւ 25 տարեկան հասակը ճիշտ է անցել իր ծննդյան օրվա ծրագիրը եւ նա հաղթահարել է այս ինքնակոչի համախտանիշը 18-ից 25 տարեկան հասակում եւ 16 տարեկանում արդեն իսկ նա սկսել է մոդելային իր գործունեությունը եւ եղել է մարդկանց մեջ, անընդհատ շփում է ունեցել մարդկանց հետ, չի մեկուսացել աշխարհից եւ դրա համար էլ նա դարձել է հռչակավոր արդեն դեպի 25 տարեկան հասակը։ Եվ եթե մենք մեր ծրագրերը ժամանակին ենք անցնում, հաջորդող ծրագիրը մեզ համար ավելի շուտ է բացվում։ Եվ քանի որ այս անձնավորությունը հիշատակել է, որ ունի առողջական խնդիրներ, որոնց դեմ այլևս չի կարողանում պայքարել եւ բժիշկներին էլ դիմելուց հետո վիճակում որևէ փոփոխություն չի տեղի ունենում, թվային հոգեբանությունը սրան ունի իր մեկնաբանությունը։ Անձը, որը ունի ճակատագրական սխալում 15 թիվը, նա հակված է վատ սովորությունների եւ հենց վատ սովորություններն էլ կարող են հանգեցնել առողջական խնդիրների։ Եվ 15-ը ցույց է տալիս, որ վատ սովորությունները կարող է լինել ալկոհոլից, կարող է լինել թմրանյութից, խաղերից եւ ծխախոտից, քաղցրավենիքից եւ այլն։ Եթե մենք այս դեպքում աղբյուրներում, բաց աղբյուրներում տեղեկատվությանն ենք հետևում եւ դրանց հավաստիությանն ենք հետևում, ապա նա շատ նշել է, որ փոքր հասակում արդեն իսկ ծխախոտ է օգտագործել եւ նաեւ ալկոհոլի ազդեցության տակ նրան զրկել են վարորդական իրավունքից եւ հետագայում նա արդեն 2024 թվականին հրապարակել է տեսանյութ, որտեղ նա արդեն ունի իր վարորդական իրավունքը։ Սա այս մասով, որ նա կախումներ ունեցել է եւ վատ սովորություններ ունեցել է, ինչը նպաստել է, որ նրա առողջության ծրագրում սա իր դերը ունենա։ Եվ բաց աղբյուրներում համացանցային մենք գիտենք, որ նա ձիարշավով է շատ սիրում զբաղվել, ինչը մեծ նշանակություն ունի նրա համար, որովհետև նրա առողջության ծրագրում մենք տեսնում ենք 7 թիվը, ինչը նշանակում է լինել ակտիվ, լինել անընդհատ շարժման մեջ, անընդհատ տեղաշարժվել, որպեսզի հոդերում, ոսկրերում խնդիրների չհանդիպենք։ Իսկ նա այս դեպքում ունի տեղաշարժվելու խնդիր այս պահին եւ դժվարանում է նույնիսկ տանը մի սենյակից մյուս սենյակը ինքնուրույնաբար տեղափոխվել, եւ սա հենց պայմանավորված է արդեն նրա մարմնի ծուլությամբ, որտեղ նա ոչ թե պիտի մեկուսանար աշխարից, որը նա այս պահին կատարել է 2023 թվականից, նա մեկուսացել է եւ զբաղվում է իր բրենդով եւ մարդկանց հետ որպես այդպիսին մոդելային լուրջ գործունեություն չի ծավալում։
ինչը որպես թվային հոգեբան ես կասեմ, որ ծրագիրը սխալ է անցնում եւ սա նպաստելու է հիվանդության խորացմանը, եթե այս անձնավորությունը նորից չգնաց դեպի հասարակություն, նորից իր գործունեությունը հանրային չծավալեց, որովհետև նա անընդհատ պետք է լինի մարդկանց մեջ։ Վատ սովորությունների մասին այստեղ մենք խոսք ունենք 22-րդ էներգիան, որը երեխայի նման է վերաբերվում իր առողջությանը, ինչպես նաև նա բազմաթիվ իր հարցազրույցներում նշել է, որ տառապում է անքնությամբ, նյարդային խնդիրներ ունի, ինչի մասին վկայում է 5 էներգիան եւ միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ այս անձնավորությունը, քանի որ սիրում է տքնաջան աշխատել եւ այս տեղեկատվությունը եւս կա սոցհարթակներում նրա հարցազրույցներում, սա վկայում է, որ նա իրավունք չունի աշխատելու շաբաթը 7 օր 24/7 ռեժիմով, այլ նա ընդամենը շաբաթվա մեջ 3 օր պետք է աշխատի, այն էլ մի քանի ժամով եւ դրա համար էլ այսպիսի խնդիրներ է առաջացել առողջական նրա կյանքում, որովհետեւ ոսկրային համակարգի ախտահարում է առաջանում, նյարդային խնդիրներ են առաջանում, անքնություն է առաջանում, դրան գումարվում է մարդու ծննդյան օրվա ծրագիրը, որը դեռևս լիարժեքորեն այս անձնավորությունը չի անցել եւ կրկին հետ է գնացել եւ մեկուսացել է աշխարհից, ինչը 9 թվանշանի դեպքում խորհուրդ չի տրվում եւ նա այս պահին անցնում է այս ծրագրերը բացասական, որը կարող է շրջել մինչև 33-35 տարեկանը արդեն իսկ դրականորեն։ Ինչ եմ ուզում ասել, անհրաժեշտ է նախ եւ առաջ ցեղի ծրագիրը անցնել, որովհետեւ այս անձնավորությունը ցեղի ներսում է ապրում եւ այս անձնավորության ծննդյան ամիսը վկայում է այն մասին, որ նա պետք է ցեղի ունեցած բոլոր հարստությունները բազմապատկի եւ կարողանա մեծ դինաստիա սարքել։ Նա այս ճանապարհին է, 10-րդ էներգիան նա դրականորեն անցնում է։ Սակայն կրկին մենք տեսնում ենք, որ նա այստեղ եւս ունի 2 9-րդ էներգիաներ, ինչը նշանակում է չպետք է մեկուսանալ մարդկանցից եւ որևէ դեպքում, անհրաժեշտ է նաեւ ընտանիք կազմել, իսկ նա բազմաթիվ անգամ նշել է, որ ցանկանում է ընտանիք կազմել, բայց մենք նաեւ տեսնում ենք, որ կյանքում մի շարք զուգընկերներ է ունեցել, ինչը եւս վկայում է վատ սովորությունների մասին եւ սա եւս նպաստել է նրա առողջական խնդիրների խորացմանը։ Տեսնում ենք 19-րդ եւ 11-րդ էներգիաներ, ինչը մեր ծննդյան ամսվա ծրագրում վկայում է, որ ունեցել է խիստ հայր, խիստ պահպանողական հայացքներով եւ նրան ճնշել ու վերահսկել են փոքր հասակում։ Ինչպես նաեւ, եթե նա իր աստղային գործունեությունը չծավալի, այս թվանշանը վկայում է դրա մասին։ Նա եւս խնդիրներ է ունենալու, իսկ մենք հիմա տեսնում ենք, որ եթե մարդը գտնվում է մեկուսացման մեջ, բնականաբար նա իր ողջ ներուժով չի ինքնադրսևորվում կյանքում, ինչը նշանակում է, որ նա բացասաբար է անցնում այս ծրագիրը։ Տեսնում եք, ահա ինչպիսի պատկեր է լինում, երբ որ մարդիկ շեղվում են իրենց իրական ծրագրերի ցուցումներից, երբ ապրում են այնպես, ինչպես իրենք են գտնում ճիշտ է, եւ չեն հետևում այն ցուցումներին, որոնք իրականում դրված է ծննդյան օր, ամիս, տարեթվի մեջ։ Ես ձեզ վստահեցնում եմ, յուրաքանչյուր մարդով քայլ կկատարի իր այս 5 գլխավոր ծրագրերի ուղղությամբ, 30 ենթածրագրերի ուղղությամբ, ինքը կարող է հիմնովին փոխել իր կյանքի ընթացքը դրականորեն։ Եվ ամեն ինչ մեր գլխում է։ Եթե մենք ունենք ներքին սահմանափակումներ, անհրաժեշտ է աշխատենք այդ ներքին սահմանափակումների վրա, քայլ կատարենք մեր անհատականության, տոհմի ծրագրերի, գումարի կամ մասնագիտական ուղղության ընտրության ծրագրի, հարաբերությունների եւ առողջության ծրագրերի ուղղությամբ ու կտեսնեք յուրաքանչյուր ոլորտի ճանապարհային քարտեզ ունենալով դուք կարողանում եք ողջ կյանքում ուղեցույց ունենալ եւ առաջնորդվել համաձայն այդ ուղեցույցի։ Ու այս դեպքում խնդիրների փոխարեն ձեր կյանքում լինելու են միայն հնարավորություններ։ Եթե ձեզ էլ հետաքրքրում է ձեր հնգաթև աստղի վերլուծությունը, ինձ այս տեսանյութի մեկնաբանության դաշտում ուղարկեք վերլուծություն բառը, ուղարկեմ վերլուծության պայմանները, իսկ դուք մի մոռացեք այս տեսանյութը նաև կիսվել ձեր ընկերների հետ։ Նաև մեկնաբանության դաշտում նշեք, թե ինչպիսի տպավորություն ունեք այս վերլուծությունից։